2 ապրիլի երեկոյան Իսրայելի ուժերը ներթափանցելով Դարայի արևմուտքը գտնվող Նավա շրջան դասնյակներով ռազմական մեքենաներ դեղագայեցին այնտեղ։ Ընթացքին իսրայելյան ուժերու կողմէ լուսավոր ռումբեր արձակվեցան Դարա եւ Ղունեյթրա նահանգներուն վրա։ Այս մեկը բնականաբար ապահովական վիճակի սրման հստակ ցուցիչ համարվեցավ։ Նույն ժամերուն Իսրայել հարվածեց Դամասկոսի եւ Համեի նահանգները։ Մայրաքաղաքի մեջ Թիրախը նահանգին հյուսիսը Մեսեքեն Բերզեի մեջ գտնվող Քիդա հետազոտական շենքն է։ Այս մասին Իսրայելի մամուլի մեջ լույս տեսած իսրայելցի բարձրաստիճան պատասխանատուի արտահայտությունը այն էր, որ հարձակումները կնպատակադրեն հստակ ուղերձ փոխանցել Անկարային, մեկ, որ Սուրիո մեջ ռազմական խարիսներ չհիմնե, եւ երկրորդ չմիջամտե Սուրիո մեջ Իսրայելի օդային գործունեության։ Ներկայացնեմ, որ ժամեր առաջ իսրայելյան ուժերը քաշվեցան Դարայի կավարական շրջանի մեջ գտնվող Նավայի շրջակայքեն եւ Ջբեյլիե ավանեն։ Միջազգային օրենքին եւ Սուրիո գերիշխանության նկատմամբ խախտում համարվող իսրայելյան հարձակումները մեկ ժամին բագած ժամանակի մեջ երկրի 5 տարբեր շրջաններու վրա հարձակում կործեցին։ Այսօր հետևանքով դասնյակներով քաղաքացիներ եւ զինվորականներ վիրավորվեցան եւ համարյա ամբողջապես քանդվեցավ Համա նահանգի զինվորական օդակայանը։ Սուրիո արտաքին գործոց նախարարությունը նշեն, որ հարվածները համարեց լարվածության սաստկացում, որ պատճառ կդառնա երկրի ապագայունացման եւ ամենավատը, որ ժողովրդի արդեն իսկ ապրած դանչանքներու երկարացկման պատճառ պիտի դառնա։ Արտաքին գործոց նախարարությունը գոչ ուղեց միջազգային ընկերության վճռական գեցված որդեգրելու եւ Իսրայելի վրա ճնշելու, որովհետեւ ան գասեցնե հարձակումները եւ հարկե միջազգային օրենքներն ու պայմանագրերը, հատկապես 1974-ի համաձայնագիրը, որ կվերապերի ուժերու անջատման։